100 տարիներ։ Երբ եթե խոսում ենք պատմության մասին, յուրաքանչյուր էջն իր մեջ պահում է իր գաղտնիքները։ Մարդիկ կարող են գիտենալ փաստերը, բայց փաստերի ետևում միշտ թաքնված է մի բան ավելի խորը։ Ավելին, երբ խոսքը գնում է հանրապետական առաջնորդության և կենտրոնական ապարատի միջև կնքված պայմանագրերի մասին, որոնք երբեք չեն կատարվել, պատմությունն ավելի է սուր դառնում։ Ինչու՞։ Ժամանակն անցնելուց հետո մենք գնում ենք ետ և փորձում հասկանալ, թե ինչ էր տեղի ունեցել։ Ինչու այն, ինչը խոստացել էր կենտրոնը, երբեք չդարձավ իրականություն։ Այս հարցերն են, որոնք մղում են մեզ ուսումնասիրել անցյալը, ոչ թե դատելու համար, այլ հասկանալու համար։ 2013 տարում, երբ Հայաստանի Ռեսպուբլիկական կառավարությունը մտածում էր, ինչպես պատմել աշխարհին հայ ժողովրդի ցավի մասին, իրենց ջանքերը կասկածի տակ էին առնում Մոսկվայից։ Կենտրոնական կառավարությունը, որը միշտ վերահսկում էր բոլոր հանրապետությունների քայլերը, այդ անգամ էլ ցանկանում էր որոշել սահմանները։ Հայաստանի առաջնորդությունը, որն ուներ մի մեծ պատասխանատվություն իր ժողովրդի հանդեպ, մուտք էր գործում բարդ խաղի մեջ, որտեղ բառերը միշտ չէին նշանակում այն, ինչ թվում էր։ Ուստի հիշենք 1968 տարի, երբ Հայաստանի առաջնորդությունը վերահսկում էր Հակոբ Զարոբյանը, երկիրը դեռ շարունակում էր զարգանալ։ Արդյունաբերությունը աճում էր, մարդիկ հավատում էին ապագային, երիտասարդությունը սովորում էր։ Բայց թիրախում հիշողության մեջ էր մնում մի մութ պատմություն, որը խորհրդային կարգում երբեք չէր կարող բացահայտորեն քննարկվել։ Ցեղասպանության պատմությունը, որը 1915 թվականին տեղի էր ունեցել Օսմանյան կայսրության տարածքում, որտեղ խլվել էր ավելի քան 1.5 միլիոն հայերի կյանքը։ Հակոբ Զարոբյանը գիտեր, որ երբ գալու էր 50-րդ տարեդարձը, հայ ժողովուրդը կուզենա հիշել։ Սա ոչ միայն պատմության պահպանման մասին էր, այլ ավելին, ինքնության պահպանման մասին, բայց որպեսզի հայտնի ցեղասպանությունը հանրապետական մակարդակով, անհրաժեշտ էր Մոսկվայի թույլտվությունը։ Հենց այստեղ է սկսվում այն պատմությունը, որը մենք այսօր կուսումնասիրենք։ Ինչ էր խոստանում կենտրոնը Զարոբյանին, և ինչու այդ խոստումները չկատարվեցին։ Սկզբում պետք է հասկանալ Մոսկվայի դիրքորոշումը։ Խորհրդային կենտրոնը միշտ փոխում էր իր քաղաքականությունը, կախված արտաքին հանգամանքներից։ Թուրքիան, որը 1920-րդ թվականներին մտել էր բոլշևիկական Ռուսաստանի հետ դաշինք, դարձել էր այն պատճառը, որի համար Խորհրդային Միությունը երբեք բացահայտորեն չէր դիտարկում ցեղասպանության թեման։ 1921 թվականի պայմանագիրը, որը Լենինն ու Ատաթյուրքը ստորագրել էին, առաջ էր բերել մի կանոն՝ չքննադատել Թուրքիան։ Եվ այդ կանոնը շարունակվում էր նույնիսկ 60-ականներին, երբ 1965 թվականին առաջանում էր հնարավորություն հիշել։ Բայց ինչու, հենց 1964 թվականին Հակոբ Զարոբյանը որոշեց գրել նամակ Մոսկվա։ Նախ, սա գիտակցված քայլ էր։ Մինչ այդ, տարիներ շարունակ, արդեն աշխարհում, հատկապես Սփյուռքում, հայ համայնքները պատրաստվում էին 50-րդ տարեդարձին։ Աշխարհի տարբեր երկրներում, մասնավորապես Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Լիբանանում, հայ համայնքներն արդեն սկսել էին կազմակերպել միջոցառումներ, հրատարակել գրքեր, նկարահանել ֆիլմեր։ Խորհրդային իշխանությունը տեսնում էր, որ եթե Հայաստանը, որը էր գլխավոր հայկական հանրապետությունը, լռում է, իսկ Սփյուռքը խոսում է, կստեղծվեր մի տարօրինակ իրավիճակ։ Զարոբյանը սա հասկացել էր և տեսնում էր հնարավորություն։ Գործի մեջ էին մտնում մի շարք հանգամանքներ։ Պետք է նշել, որ երբ խոսում ենք այդ ժամանակաշրջանի մասին, մենք ասում ենք Խրուշչովի տարիներ։ Խորհրդային Միությունը այն շրջանում մեղմացնում էր իր վերահսկողությունը, բացում էր քիչ մի պատուհաններ։ Խրուշչովի քաղաքականությունը, որը կոչվում էր ձալացում, թույլ էր տալիս մի փոքր ավելի հանդուրժողական մոտեցում առաջնորդներին։ Եվ Զարոբյանը որոշեց օգտագործել այս պահը։ 1964 թվականի նոյեմբերին Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահության նիստը հավանություն տվեց, ուղարկել կենտրոն ուղարկելու մի ծանրակշիռ նամակ։ Այդ նամակում նշվում էր, որ Հայաստանը ցանկանում է անցկացնել միջոցառումներ 50-րդ տարեդարձին նվիրված հայ ժողովրդի ցեղասպանության գործի հետ կապված։ Պարզորեն գրված էր, որ նախատեսվում է հրատարակել գրքեր, ստեղծել ֆիլմեր, ռադիոհաղորդումներ, նույնիսկ կառուցել հուշարձան։ Այս նախաձեռնության ետևում կար մի խորաթափանց հաշվարկ։ Եթե կենտրոնը հավանություն չտա, անհրաժեշտ կլինի պայքարել, իսկ եթե տա, երբ ժողովուրդը դուրս գա փողոց, անհրաժեշտ կլինի վերահսկել։ Զարոբյանը նույնիսկ խնդրել էր պատմաբաններին, որ մշակեն տեքստ և պատճառաբանումներ։
Պատմաբաններ Օվանես Ինջիկյանը, Ծատուր Աղայանը և Ջոն Կիրակոսյանը ստորագրել էին նամակ, որում առաջարկում էին հուշարձանի կառուցումը։ Դա ոչ միայն պետական, այլ նաև գիտական հիմնավորումով քայլ էր։ Նամակում բերվում էին պատճառաբանումներ նաև այն մասին, որ ժողովուրդը պետք է իմանա, որպեսզի ապագայում նմանատիպ ողբերգություններ չկրկնվեն։ Այս արդարացմամբ, որը համապատասխանում էր խորհրդային գաղափարախոսությանը, կարելի էր փորձել ստանալ կենտրոնի համաձայնությունը։ Մոսկվայից պատասխանը եկավ, եւ այն ոչ թե ուղիղ արգելք էր, այլ մի փոքր թույլտվություն մի ամբողջ շարք վերապահումներով։ Կենտրոնը հստակ նշեց, որ միջոցառումները պետք է լինեն վերահսկվող։ Բացահայտ չէին պահանջել չանել, բայց նշում էին, որ պետք է խուսափել քաղաքական ճնշումներից, որ հանրային խռովությունները չպետք է դուրս գան վերահսկողությունից, եւ որ Թուրքիայի հետ հարաբերությունները չպետք է վնասվեն։ Մոսկվան նաև կասկածանքով էր նայում այն փաստին, որ հայ սփյուռքը, որը հաճախ էր դիտվում որպես արտասահմանյան հայեր, ունի ազգայնական միտումներ։ Եվ Զարոբյանի առաջարկությունը կարող էր վառել այդ միտումները։ Այստեղ է սկսվում առաջին խոստումը։ Մոսկվան ասաց. «Հաստատում ենք միջոցառումները, բայց դուք պետք է երաշխավորեք, որ ամեն ինչ կանցնի հանգիստ»։ Խոստումը Զարոբյանին էր այնպիսին. հավանություն կտանք միջոցառումները, կարտադրվեն ֆիլմեր, գրքեր, ռադիո կլինի, հուշարձան կառուցվի, եթե ամեն ինչ անցնի հանգիստ եւ վերահսկվող։ Էական էր, որ այս խոստումը կապված էր ոչ միայն իրենց տալով հանրային ճանաչում, այլ նաև թույլատրելով հիշել ցեղասպանությունը, որն ավելի քան 40 տարի լռության մեջ էր պահվել։ Զարոբյանը որպես փորձառու ղեկավար հասկանում էր վտանգները։ Նա գիտեր, որ եթե ժողովուրդը դուրս գա փողոց, ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե ինչ կլինի։ Բայց մյուս կողմից նա հավատում էր, որ Հայաստանի ժողովուրդը պատրաստ է կյանքի մեջ գործնականում վարվել հավատարիմ կերպով հայ պատմության հանդեպ։ Նա նաև գիտեր, որ Մոսկվան կարող է ցանկացած պահի փոխել իր որոշումները, եւ այդ պատճառով նա չէր վստահում բացարձակապես։ Երբ մենք գնում ենք առաջ պատմության մեջ, մենք հասնում ենք 1965 թվականի մարտի սկզբին։ Խորհրդային միության կենտրոնական կոմիտեն ընդունում է որոշում, որ Հայաստանում կարելի է կառուցել հուշարձան։ Այս արդեն մի քայլ էր, բայց այն, ինչը տեղի ունեցավ մարտի ավարտին, էր նախագիծ մեկնարկելու պաշտոնական որոշումը։ Այսինքն, Հայաստանում պաշտոնապես թույլատրվեց հուշարձանի կառուցումը Ծիծեռնակաբերդի բլրում։ Մինչ այդ, 1965 թվականի ապրիլի 14-ին ականատես վկաներն արդեն էին զգում, որ մի բան էր պատրաստվում։ Երևանի փողոցներում մարդիկ շշնջում էին, թերթերը կտրել էին յուրաքանչյուր նախշիճառ, բայց ինքն էլ թանկարժեք վկայությունը, որ առաջիկա ցույցերը տեղի կունենան, արդեն տարածված էր բերանացի հարց։ Որպես լրացուցիչ ճնշում, օրերի տարիներում մարդիկ քննարկում էին, թե ինչպես են պատրաստվում նշել պատմական օրը։ Զարոբյանը 1965 թվականի ապրիլի սկիզբը հանդիպումներ ունեցավ իր թիմի հետ։ Նա հստակորեն հասկացնում էր, որ նա չէր կարող թույլ տալ, որ իրավիճակը դուրս գա իր վերահսկողությունից, բայց նաև չէր ուզում ժողովրդի համբավը ջարդել։ Ըստ նրա, անհրաժեշտ էր խնայել, որպեսզի եւ ժողովուրդը գտներ իր ճանապարհը հիշելու եւ Մոսկվան մնար գոհ։ Նա արդեն համաձայնել էր, որ ապրիլի 23 գիշերը պաշտոնական միջոցառում կլինի օպերայում, բայց չափահաս չէր, որ մարդիկ նաև կհավաքվեն փողոցներում։ 1965 թվականի ապրիլի 24 առավոտը սկսվեց այնպես, ինչպես Զարոբյանը չէր սպասում։ Շուրջ 249,000 մարդ հավաքվեց Լենինի հրապարակում, որը հետագայում վերանվանվեց Հանրապետության հրապարակ։ Համաձայն վկաների, ցույցերը սկսվեցին կանոնավոր կերպով, մարդիկ բացահայտ ցանկանում էին հիշել, բայց նաև չափազանց լիքը էր սերունդների խորը ցավը, որն արդեն 50 տարի գաղտնալից էր պահված։ Զարոբյանը հասկացավ, որ նա գտնվում էր սուր հատվածում։ Երբ մարդիկ սկսեցին պահանջել, որ Մոսկվան ազգային ճանաչում տա, որ խոսվի տարածքների մասին, որ պահանջվի արդարություն Թուրքիայից, Զարոբյանի դիրքն դարձավ շատ ավելի դժվար։ Մոսկվան արդեն զանգահարում էր եւ հարցնում, թե ինչու բանը դուրս է եկել վերահսկողությունից։ Աշխարհում ճանապարհի եզրին Զարոբյանը ստիպված էր արդարացնել, որ ժողովուրդը ոչ մի բան վտանգավոր չի անում, որ դա պարզապես հուզական արտահայտում է։ Բայց այստեղ է առաջանում երկրորդ խնդիրը։ Կենտրոնը Մոսկվայում սկսեց կասկածել Զարոբյանի կարողության մեջ վերահսկել իրավիճակը։ Խոստացվել էր, որ եթե միջոցառումները անցնեն հանգիստ, կարելի է շարունակել, բայց ցույցերը ցույց տվեցին, որ հայ ժողովուրդն անտարբեր չէ եւ պատրաստ է իր կարծիքն արտահայտել։
Սա համարվում էր արդեն խոտելով պայմաններին։ Զարոբյանը պարզապես ասել էր իր թիմին, որ պետք է հանդարտեցվեն ցույցերը։ Նա նույնիսկ անձամբ չսպարեց ռազմաճակատ դեպի ցույցեր, սակայն շատ տեղեկություններ վկայում են, որ միլիցան փորձեց արգելակել, բայց մարդիկ այդ անգամ մնացին։ 1965 թվականի ապրիլի 24 գիշերը տասնյակ հազարավոր մարդիկ կանգնած էին ասֆալտի վրա, նստած, հրաժարվում էին գնալ։ Սա էր խորհրդային պատմության մեջ անսովոր դեպք, երբ ժողովուրդը այդպես բաց կերպով պահանջում էր իր իրավունքները։ Խոստումը Մոսկվայից հետո փոխվում էր։ Ֆորմալ առումով Մոսկվան միշտ պնդում էր, որ մենք կատարեցինք մեր խոստումը, հուշարձանի թույլտվությունը տվինք։ Իսկապես, մարտին ըստ պաշտոնական վավերագրերի որոշումը եղել է, որ կառուցվի հուշարձան։ Բայց իրական խնդիրը չէր հուշարձանը։ Զարոբյանի խնդիրը, որը մենք այսօր փորձում ենք ըմբռնել, մնում էր նրա հետ Մոսկվայի կապը եւ ֆորմալ եւ բաց խոստումները, որոնք խոստացվել էին, թե հայ ժողովուրդը կստանա լիարժեք ազատություն, անդրադառնալ իր պատմության, հատուկ թեմաներին։ Իրականում, երբ մենք խորանում ենք թատերախմբում, պարզ է դառնում, որ Զարոբյանին 3 առանձին բան էր խոստացվել. առաջին՝ միջին միջոցառումներ, երկրորդ՝ հուշարձան, երրորդ՝ ազատություն քննարկելու գործի արդարությունը։ Այս երրորդ կետը երբեք բացացահայտ չխոստացվեց, բայց Զարոբյանը եւ նրա թիմը հասկանում էին, որ եթե կենտրոնը հաստատեց միջոցառումները, դա նշանակում էր, որ Մոսկվան առնվազն լռությամբ ընդունում է քննարկումները։ Սա էր թերթային ճշմարտությունը, որի ետևում կար քաղաքական վերահսկողություն։ 24 ապրիլի ցույցերից հետո Զարոբյանը հայտնի է դարձել որպես մարդ, ով չարկեց զոհնված բանակայինի։ Կարևոր էր, որ նա չարեց իր բանակային ուժերը ժողովրդի դեմ եւ չփորձեց ճնշել։ Ամենակարևոր նա նիստերի ժամանակ արդարացնում էր Մոսկվայի առջև, որ սա ժողովրդի անմեղ կատարված ցանկությունը։ Նա հույսով էր, որ դա բավարար կլինի, որ Մոսկվան հավատա նրա կարողությանը։ Բայց այն, ինչը տեղի ունեցավ հետագայում, ցույց տվեց, որ Մոսկվան միանգամայն այլ կերպ դիտարկում էր իրավիճակը։ Զարոբյանի ենթադրությունը, որ եթե նա հանգիստ վարվի եւ ժողովրդին թույլ տա հիշել, Մոսկվան կգնահատի, չաշխատեց։ Հակառակը, կենտրոնը տեսավ, որ այս կարող է լինել նախադեպ, որ մյուս հանրապետություններն էլ կկարողանան իրենց ազգային խնդիրները քննարկել։ Հետագայում այս վախը էր ղեկավարում Մոսկվայի որոշումները։ 68 երկրորդ թվականին, հենց 1965 թվականի դեպքերից հետո, կենտրոնում սկսեցին մշակել կանոններ, որոնք պետք է կանխեն հետագա ցույցերը։ 1966 թվականի սեպտեմբերին Խորհրդային Միության Հանրապետության քրեական օրենսգրքում ավելացվեց հոդված 193, որը պատժում էր խմբային գործողությունների կազմակերպման կամ ակտիվ մասնակցության համար, որն խախտում է հանրային կարգը։ Սա պատասխան էր հենց հայկական ցույցերին։ Զարոբյանի համար սա նշանակում էր, որ խոստումները, որոնք տրվել էին նրան, արդեն թելադրված էին նոր համատեքստում։ Եթե նախկինում Մոսկվան ասում էր, կարելի է հիշել, եթե հանգիստ լինեք, այժմ նրանք ասում էին, ձեր հիշելը բերեց խնդիրների, այսուհետև միշտ ավելի խիստ կվերահսկենք։ Խոստումը, որ հայ ժողովուրդը կկարողանա հանգիստ արտահայտել իր ցավը, փոխվեց նոր պայմանաչափով։ Զարոբյանի անձնական դիրքը դարձավ շատ բարդ։ Նա միաժամանակ պետք է հավատարմություն ցույց տար Մոսկվային, բայց նաև հաշվի առներ իր ժողովրդի հուզական պետության։ Եվ այստեղ մենք տեսնում ենք մի մեծ պարզություն։ Զարոբյանը գտնվում էր երկու կրակների մեջտեղում։ Նա գիտեր, որ եթե չկարողանա բացատրել Մոսկվային, որ ամեն ինչ վերահսկվում է, նա կփոխարինվի։ Բայց եթե նա կենտրոնի բոլոր պահանջները կատարներ, նա կգտներ իր ժողովրդի հետ վստահության ճգնաժամ։ Երկրորդ մաս այդ քննարկման մեջ այն է, թե ինչ չկատարվեց։ Մենք արդեն տեսանք, որ հուշարձանը կառուցվեց, միջոցառումները տեղի ունեցան, բայց ինչպես ասում են ականատես վկաները, դա իրականում բավարար չէր հայ համայնքի համար։ Ինչն էր խոստացված, որ չկատարվեց։ Առաջին, Զարոբյանին խոստացվել էր, որ ցեղասպանության թեման կարող է լինել հանրային քննարկման առարկա, որ կարելի է գրել, կարելի է խոսել, կարելի է հետազոտել։ Սակայն 1965 թվականից հետո, երբ Զարոբյանը հեռացվեց, նոր առաջնորդությունը Անտոն Քոչինյանի ղեկավարությամբ պարզապես թույլ էր տալիս նախագծի շարունակությունը, բայց քաղաքական թեման կրկին փակվեց։ Մոսկվան հստակ ուղղորդում էր, որ ցեղասպանության թեման պետք է լինի հուշատետր, ոչ թե քաղաքական պահանջի հիմք։ Երկրորդ, խոստացվել էր, որ մենք կարելի է քննարկենք տարածքների խնդիրը։ Զարոբյանի ժամանակաշրջանում մի շարք հոդվածներ եւ արտահայտություններ կային, որտեղ հայ հասարակությունն իրավունք ուներ հարց տալ այն տարածքների մասին, որոնք եղել էին հայկական, բայց տրվել էին Թուրքիային կամ Ադրբեջանին։ Հատկապես Լեռնային Ղարաբաղը հիշատակվում էր որպես բաց հարց։
Խոստումը ենթադրում էր, որ եթե 50-րդ տարեդարձը անցնի բարեպաշտորեն, կարելի է շարունակել քննարկել հողային խնդիրները։ Սակայն հետագայում Մոսկվան ամենևին չտվեց այդ հնարավորությունը։ Հակառակը, ցանկացած փորձը բարձրացնել այս թեման համարվում էր ազգայնականություն եւ անմիջապես ճնշվում էր։ Երրորդ, խոստացվել էր, որ հայ առաջնորդությունը կարողանա առավել անկախ կերպով վարել հանրապետական քաղաքականությունը։ Զարուբյանը իր ժամանակաշրջանում իրականում փորձել էր բերել Սևանի փրկության նախագիծը, զարգացնել էլեկտրոնիկայի կենտրոնները, բարձրացնել մարզաստանների վիճակը։ Խոստացվել էր, որ եթե նա հաջողությամբ լուծի ցեղասպանության օրվան նվիրված խնդիրը, նա կարողանա շարունակել ավելի ազատ վարել իր քաղաքականությունը։ Բայց այդ խոստումը չբավարարվեց։ 1966 թվականի փետրվարին Զարուբյանը հեռացվեց իր պաշտոնից, եւ նրա փոխարեն նշանակվեց Անտոն Քոչինյանը, ով ավելի հավատարիմ էր Մոսկվային։ Զարուբյանի հեռացումը պաշտոնից տեղի ունեցավ 1966 թվականի փետրվարի 5-ին։ Արտակարգ նիստը տևեց ընդամենը 17 րոպե։ Մոսկվայից եկել էր Իվան Կապիտոնովը, ԽՍՀՄ կենտրոնական կոմիտեի քարտուղար, որը ներկայացրեց մի շարք մեղադրանքներ Զարուբյանի հասցեին։ Ասվեց, որ նա պահանջող չէ կադրերի նկատմամբ, որ նա ունի ոչ թե ճիշտ ոճ եւ մեթոդներ աշխատանքի, եւ որ նա հավասարաչափ չէ վերաբերվում ղեկավար աշխատողներին։ Սրանք բոլորը ֆորմալ մեղադրանքներ էին, բրանքներ էին, բայց բոլորը հասկանում էին, որ իրական պատճառը ապրիլի 24-ի ցույցերն էին։ Զարուբյանը կարճ ժամանակում դարձավ մարդ, որին խոստացվել էին բաներ, որոնք երբեք չկատարվեցին։ Խոստացվել էր, որ եթե նա վերահսկի ցույցը, կարողանա շարունակել իր աշխատանքը։ Բայց երբ ցույցը դուրս եկավ վերահսկողությունից, կամ ավելի ճշգրիտ, ժողովուրդը արտահայտեց այնքան ուժեղ կերպով իր զգացմունքները, որ Մոսկվան վախեցավ, Զարուբյանը դարձավ զոհը։ Նա դարձավ այն մարդը, որի պատճառով Մոսկվան կորցրեց վստահությունը։ Բայց խոսելով Զարուբյանի մասին, մենք նաև պետք է նշենք, որ նա չէր հրաժարվել իր դիրքորոշումից։ Նույնիսկ երբ նրան հեռացրեցին, նա շարունակեց պնդել, որ իր քայլերը ճիշտ էին։ Նա հետագայում ժամանակաշրջանում տեղափոխվեց Մոսկվա եւ աշխատեց ավելի ցելիցածր պաշտոններում, բայց երբեք չքննադատեց հայ ժողովրդի կողմից արտահայտված զգացմունքները։ Նա հասկանում էր, որ ժողովուրդը չէր կարող չարտահայտել այն, ինչ 50 տարի լռում էր։ Այժմ վերադառնանք երկրորդ խնդրին. ինչու չկատարվեցին խոստումները։ Պատասխանը բարդ է, բայց մի շարք գործոններ մեզ օգնում են հասկանալ։ Առաջին, Մոսկվան երբեք ամբողջությամբ չէր վստահում Զարուբյանին։ Թեև Զարուբյանը փորձառու կոմունիստ էր եւ մի քանի տասնամյակ ծառայել էր խորհրդային համակարգում, կենտրոնը միշտ տարվեր է վախով, որ հանրապետական առաջնորդները կարող են դառնալ ազգայնականներ։ Երբ 1965 թվականի ցույցերը տեղի ունեցան, սա հաստատեց այդ վախերը։ Մոսկվան տեսավ, որ Զարուբյանը կարող է լինել մարդ, որը չի կարող ամբողջությամբ վերահսկել իր ժողովրդին, եւ սա ունակ էր դառնալ նախադեպ։ Երկրորդ, կենտրոնական քաղաքականությունը մշտապես փոխվում էր, կախված արտաքին հանգամանքներից։ Երբ Զարուբյանը սկսեց իր նախաձեռնությունը, Խրուշչովը դեռ իշխանության վրա էր, եւ քաղաքականությունը մեկ տեսակ էր։ Բայց 1964 թվականի հոկտեմբերին Խրուշչովը հեռացվեց, եւ նրա փոխարեն եկավ Լեոնիդ Բրեժնևը։ Բրեժնևի քաղաքականությունը ավելի խիստ էր, նա դուրս էր գալիս Խրուշչովի մեղմացումից եւ վերադառնում էր ավելի խիստ վերահսկման։ Սա նշանակում էր, որ ցանկացած նախաձեռնություն, որը կարող էր ազգայնականություն հանգեցնել, կճնշվեր։ Երրորդ, Մոսկվան հասկացավ, որ եթե հայերը քննարկեն ցեղասպանությունը, այլ ազգեր էլ կարող են իրենց թեմաները բարձրացնել։ Ուկրաինացիները կարող էին խոսել Հոլոդոմորի մասին, թաթարները կարող էին խոսել իրենց տեղահանման մասին, Բալտիկյան հանրապետությունները կարող էին խոսել հարկադիր միացման մասին։ Սա էր այն, ինչը Մոսկվան ամենաշատն վախենում էր, որ ողբերգությունների քննարկումը կարող է բերել խորհրդային համակարգի քննարկման, եւ սա կթուլացներ կենտրոնի իշխանությունը։ Չորրորդ, գործում էր նաև միջազգային քաղաքականությունը։ Թուրքիան, որն անդամակցում էր ՆԱՏՕ կազմակերպությանը, դիտվում էր որպես մրցակիցի դաշնակից։ Չնայած 1965 թվականին Թուրքիան չափազանց վատ հարաբերություններ ուներ խորհրդային միության հետ, Մոսկվան ամենայն հավանականությամբ չուզեր էր ավելի վատացնել կապերը։ Եթե ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվեր եւ բանակայինորեն քննարկվեր, դա կարող էր բերել դիվանագիտական ճգնաժամի։ Խորհրդային միությունը ցանկանում էր պահպանել հարաբերությունները։ 5. Կապված էր նաև ներքին կառուցվածքի պահանջները։ Կենտրոնական ապարատը ուներ իր կառուցվածքային կարգերը, որոնք խստորեն պահպանվում էին։
Հանրապետությունների առաջնորդները պետք է ենթարկվեին կենտրոնին, եւ ցանկացած փորձը ավելի ինքնավար քայլերի համար դիտվում էր որպես անհնազանդություն։ Զարոբյանի դեպքը, որտեղ նա չանդրադարձավ Մոսկվայի վախերին եւ թույլ տվեց ցույցերը, համարվում էր անհնազանդություն, եւ դա պատճառ էր հեռացմանը։ 6. Խոստացված բաներից շատերը երբեք հստակ չէին ձևակերպված։ Մոսկվան խոսում էր քննարկելու եւ թույլ տալու, բայց երբեք չէր գրել իրավական վավերագրերում, որ ցեղասպանությունը պաշտոնապես կճանաչվի, որ հայերը կունենան իրավունք քննարկել տարածքների մասին, կամ որ Զարոբյանը կարողանա շարունակել իր առաջնորդությունը։ Խոստումները խոսքային էին, եւ երբ Մոսկվան որոշեց, որ դրանք անվտանգ չեն, պարզապես չկատարվեցին։ Իրավական խլաբանությունից կարելի էր ասել, որ մենք երբեք ոչինչ հստակ չէինք խոստացել, թեև բանավոր խոստումներն արդեն տվել էին Զարոբյանին եւ նրա թիմին հույսեր։ 7. Անձնական գործոնը։ Զարոբյանի ստիճանակցությունն իր թիմի հետ, հատկապես Օվանես Բաղդասարյանի եւ Անտոն Քոչինյանի հետ, էր նաեւ խնդիր։ Էական աղբյուրների համաձայն Քոչինյանը եւ Բաղդասարյանը առաջ էին մղում նախաձեռնությունները Զարոբյանի դեմ։ Նրանք ցանկանում էին ստանալ իշխանությունը, եւ Զարոբյանի դիրքը, երբ նա դարձել էր Մոսկվայի տեսակետում թույլ օղակ, նրանց հնարավորություն էր տալիս գործել։ Սա նշանակում էր, որ անձնական փոխմտածությունները հրում էին Մոսկվայի մեջ այն որոշումներին, որ Զարոբյանը պետք է փոխարինվի։ Վերջապես, մենք պետք է նշենք, որ Զարոբյանն իր վերջին տարիներում կրկնեց իր դիրքորոշումը։ Նա հետագայում հնարավորություն ուներ վերադառնալ Հայաստան որպես Գերագույն խորհրդի նախագահության ղեկավար, բայց Կարեն Դեմիրճյանը, նոր առաջնորդը, խոչընդոտել է այդ նշանակությանը։ Դեմիրճյանը վախենում էր, որ Զարոբյանը կհարելավ նրա դիրքը, եւ դրա համար չէր ցանկանում նրա վերադարձը։ Այս դեպքը նույնպես ցույց է տալիս, որ խոստումները, նույնիսկ հետագայում վերադարձնելու համար, չէին կատարվում։ Մենք չենք կարող անտեսել նաեւ այն, որ հուշարձանը դարձավ խորհրդանիշ, որը շարունակեց միավորել հայերին հետագայում։ Թեև Զարոբյանը հեռացվեց իր պաշտոնից, եւ թեև բազմաթիվ խոստումներ չկատարվեցին, Ծիծեռնակաբերդի հուշարձանը կառուցվեց եւ բացվեց 1967 թվականի նոյեմբերի 29-ը։ Սա էր Քոչինյանի առաջնորդության ժամանակաշրջանը, բայց շատերը հիշում էին, որ հենց Զարոբյանի ջանքերի շնորհիվ սա տեղի ունեցավ։ Հուշարձանը դարձավ վայր, որտեղ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին հազարավոր մարդիկ հավաքվում են հիշելու համար։ Բայց եթե խոստումները չկատարվեցին, ինչ արդյունքներ սա ունեցավ։ Պատմությունը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը երբեք չմոռացավ այդ դեպքերը։ 1965 թվականի ցույցերը դարձավ նախադեպ, որը ցույց տվեց, որ մարդիկ կարող են իրենց ձայնը լսելի դարձնել։ Հետագա տասնամյակներում, երբ Միխայիլ Գորբաչովի ռեֆորմաների ժամանակաշրջանում հնարավորություն ստեղծվեց քննարկելու խորհրդային պատմությունը, հայերը նորից բարձրացրին Լեռնային Ղարաբաղի հարցը։ 1987 թվականին Ղարաբաղյան շարժումը սկսվեց, եւ դա էր անմիջական արդյունքը այն խոստումների, որոնք չէին կատարվել 65 թվականին։ Վերջին հատվածում պետք է նաեւ նշել Զարոբյանի անձնական ճակատագիրը։ Հեռացումից հետո նա տեղափոխվեց Մոսկվա, որտեղ աշխատեց Խորհրդային Միության սոցիալական ապահովագրության նախարարության կառուցվածքներում։ Նա միշտ պահպանեց իր արժանապատվությունը եւ ոչ մի անգամ չհրաժարվեց այն դիրքորոշումից, որ հայ ժողովուրդը իրավունք ուներ հիշել։ Հետագա հարցազրույցներում նա նույնիսկ պաշտպանեց իր քայլերը, մտքով ասելով, որ եթե մի անգամ եւս դրանք կտեղի ունենային, նա նույնը կաներ։ Զարոբյանը վախճանվեց 1980 թվականի ապրիլի 11-ին Մոսկվայում։ Նրա կյանքի վերջին ամիսները գնացել էին հանգիստ, բայց նա միշտ հիշում էր Հայաստանի մասին։ Նա երբեք չկարողացավ վերադառնալ հանրապետության առաջնորդությանը, բայց նրա անունը մնաց որպես մարդ, ով փորձեց իր ժողովրդի համար գործել։ Նրա թաղման ընթացքում շատ մարդիկ, ովքեր հիշում էին 65 թվականի դեպքերը, անդրադարձան նրա ներդրմանը։ Մենք այսօր գնում ենք երկու հարցերի պատասխանները փնտրելու։ Առաջին, ինչպես Զարոբյանը կարողացավ հասնել, որ Մոսկվան թույլ տվեց 50-րդ տարեդարձը նշել։ Երկրորդ, ինչու այդ խոստումները չկատարվեցին եւ ինչպես սա ազդեց Հայաստանի վրա։ Համառոտ պատասխան այդ երկու հարցերին է հետեւյալը։ Զարոբյանը կարողացավ հասնել Մոսկվայի թույլտվությանը, որովհետև նա զգուշորեն փաթեթավորեց իր առաջարկությունը խորհրդային գաղափարախոսության մեջ։ Նա չխոսեց Թուրքիայի դատապարտման մասին, այլ խոսեց հաղթանակի շարունակականության մասին, ողբերգությունների կանխման մասին, պատմական հիշողության պահպանման մասին։ Նա ներկայացրեց, որ հուշարձանը կլինի հիշատակելու միջոց, ոչ թե քաղաքական պահանջ։ Սա էր այն,
ինչը Մոսկվան կարողացավ ընդունել։ Բայց խոստումները չկատարվեցին, որովհետև Մոսկվան երբեք իրականում չէր ցանկացել թույլ տալ, որ ազգային թեմաները բարձրանան։ Երբ ցույցերը տեղի ունեցան, Մոսկվան տեսավ, որ սա կարող է դառնալ նախադեպ, եւ համակարգը չէր կարող թույլ տալ նման բան։ Աջակցությունը դադարեց, եւ Զարոբյանը դարձավ զոհը։ Սա էր այն գնը, որը նա վճարեց իր ժողովրդի համար գործելու համար։ Այս պատմությունը ցույց է տալիս մեզ մի բան շատ կարևոր. խոստումները քաղաքականության մեջ միշտ չեն կատարվում, երբ իշխանությունը տեսնում է, որ դրանք չհարմարում են իր շահերին։ Զարոբյանի պատմությունը մի պատմություն է անհաջողության մասին, բայց նաև հաղթանակի մասին։ Նա չկարողացավ շարունակել իր առաջնորդությունը, բայց նա համ արժանի դարձրեց իր ժողովրդին հիշելու հնարավորությունը։ Եվ այդ հիշողությունը, որը կենտրոնացել էր Ծիծեռնաբերդում, շարունակում է ապրել մինչ այսօր։ Այժմ մենք անցնում ենք երկրորդ բաժնին, որտեղ ձգվում են այն շերտերը, որոնք պատմության մեջ երբեմն թաքնված են մնում։ Հարցերը, որոնք խորացնում են մեր ընկալումը, չեն վերաբերվում միայն այն, ինչ տեղի ունեցավ, այլ նաև այն, թե ինչու ճշգրիտ այդպես տեղի ունեցավ։ Եվ երբ մենք խորանում ենք փաստաթղթերի մեջ, մենք տեսնում ենք, որ Զարոբյանին նախորդող եւ հաջորդող շրջանները բազմազան տարբերություններ ունեին։ Ինչպես ստեղծվեց այդ մթնոլորտը, երբ Մոսկվան համաձայնեց տալ թույլտվությունը։ Երբ մենք գնում ենք հետ 1964 թվականի նոյեմբեր, մենք պետք է նշենք, որ դա էր շատ կարևոր պահ։ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահությունը նիստում քննարկեց այն ծրագիրը, որը պատրաստվել էր ներկայացնելու Մոսկվա։ Ներկա էին բոլոր հիմնական, ինչպես ղեկավարները, այդ թվում Օվանես Բաղդասարյանը եւ Գևորգ Տեր-Գազարյանցը։ Նիստում, որը տևեց մի քանի ժամ, մի շարք տեսակետներ արտահայտվեցին։ Որոշ ղեկավարներ կասկածանքով էին նայում նախաձեռնությանը, վախենալով, որ Մոսկվան կմերժի, եւ դա կվնասի Հայաստանի իմիջը։ Մյուսներն ավելի օպտիմիստական էին, մտածելով, որ Խրուշչովի քաղաքականությունը ձալացման ծրագիրը ստեղծել է բավարար մթնոլորտ այն բանի համար, որ նման նախաձեռնությունները համակրից իացան։ Զարոբյանը ստիպված էր զարգացնել մի ռազմավարություն, որը հավասարակշռություն կառաջացներ էր այդ երկու հայացքների միջև։ Նա որոշեց, որ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի տեքստ, որը հենվում է բացառապես ֆորմալ փաստերի վրա, առանց դեռ քաղաքական պահանջների։ Նամակում, որը կրկին հավանություն ստացավ նիստում, Զարոբյանը շեշտեց, որ սա գործն է, որ պատմության պահպանման, որ սա վերաբերվում է նրա համար, որպեսզի ապագա սերունդները իմանան, ինչ տեղի ունեցավ։ Նա նշեց, որ միջազգային սփյուռքը արդեն այս մասին խոսում է, եւ եթե Հայաստանը, առաջատար հանրապետությունը, լռեց, դա կստեղծի մի արձագանքիության խնդիր։ Նույն ժամանակ Զարոբյանը նաև հստակ հասկացվեց, որ նա չի պահանջում Թուրքիայի դատապարտում։ Նամակում գրվեց, որ հուշարձանը կլինի հիշատակիչ, որ նպատակն է առաջ մղել խաղաղության եւ բարեկամություն ժողովուրդների միջև, եւ որ այդ քայլն ուղղված է նրան, որ ապագայում նման բան չկրկնվի։ Սա էր խորհրդային գաղափարախոսության լեզուն, որը Մոսկվան կարողանում էր ընդունել, բայց միայն լեզուն բավարար չէր։ Զարոբյանը նաև անձնական հարաբերություններ ուներ իր կապերով կենտրոնի հետ։ Նա երկար տարիներ աշխատել էր այնտեղ, ուներ կապեր, գիտեր, թե ինչպես շարժվել բյուրոկրատական համակարգում։ Նա շարունակում էր զանգահարել, բացատրել, պարզաբանել։ Կարելի է ասել, որ Զարոբյանը գործում էր որպես դիվանագետ, ով փորձում էր համոզել կենտրոնը, որ սա ռիսկ չէ։ Մոսկվան երկար ժամանակ խորհրդակցեց։ 1964 թվականի դեկտեմբերի վերջին եւ 1965 թվականի հունվարի սկզբին կենտրոնական կոմիտեում քննարկումներ տեղի ունեցան։ Որոշ սահմանափակ փաստաթղթեր, որոնք հետագայում հրապարակվեցին, վկայում են, որ կեղծ ուշադրություն էր տրվում նրան, թե ինչպես սա ազդել կարող է միջազգային հարաբերությունների վրա։ Թուրքիան այդ ժամանակաշրջանում, թեև անդամակցում էր ՆԱՏՕ ադմակազմության մեջ, նույնիսկ ուներ խորհրդային միության հետ բարդ հարաբերություններ։ Մոսկվան չէր ուզում, որ ցեղասպանության թեման դառնա դիվանագիտական սրուկ։ Կատարամանած որոշում կայացվեց, որ թույլատրվի միջոցառումները, բայց խիստ սահմաններով։ Մոսկվան պնդում էր, որ այս ամեն ինչ պետք է մնա ներքին առերև։ Երբ գնում ենք հետագայում ուսումնասիրելու, մենք տեսնում ենք, որ Զարոբյանին տրված պատասխանը ամբողջությամբ հստակ չէր։ Կենտրոնը ոչ մի գրավոր պաշտոնական երաշխիք չտվեց, որ ցեղասպանությունը չճանաչվել է, կամ որ Զարոբյանը կարողանա լիարժեք վարել իր քաղաքականությունը։ Պարզապես տրված էր բանավոր համաձայնություն, որ կարելի է անցկացնել միջոցառումներ, եթե դրանք մնան վերահսկվող։ Սա էր առաջին համառությունը։ Խոստումը հստակ չէր, բայց միաժամանակ ներկայացվում էր որպես համաձայնություն։
Զարոբյանը, ով ցանկանում էր իր ժողովրդի համար ավելին անել, ընդունեց այդ պայմանները, հասկանալով, որ սա միակ հնարավորությունն է։ Եվ նա մտածում էր, որ եթե միջոցառումները հաջողությամբ կանցնեն, ապա հետագայում Մոսկվան հաստատ կբացի առավել մեկ նաև բացված դարպասները։ Դա սխալ եզրակացություն էր։ Բայց այդ պահին Զարոբյանը հավատում էր դրան։ Եվ նա բռնվեց մի այնպիսի աշխատանքի, որտեղ նա պետք է համակարգեր բարդ հարաբերությունները բազմահամբործության մեջ, որտեղ մի կողմը հարկավ տեղը Մոսկվան էր, մյուս կողմը հայ ժողովուրդը, մինչդեռ մեջտեղում Զարոբյանը կանգնած էր։ Զարոբյանի թիմը սկսեց պատրաստել միջոցառումները 1965 թվականին։ Նախատեսվում էր, որ ապրիլի 24 գիշերը տեղի կունենա պաշտոնական հավաք օպերայում։ Այնտեղ ելույթներ կունենան, ֆիլմ կկազմեն, գրքեր հրատարակեն։ Ավարտին մնում էր նախագիծը հուշարձանի մասին։ Արհեստագետները Սաշուր Քալաշյանը եւ Հովանես Գրիգորյանը սկսեցին աշխատել նախագծի վրա։ Ծիծեռնակաբերդի բլուրն ընտրվեց որպես վայր, որտեղ հուշարձանը կառուցվի։ Ամեն ինչ պատրաստվում էր միակ մտածված ճանապարհով։ Բայց երբ մենք վերլուծում ենք այդ պատրաստությունները, մենք հասկանում ենք, որ երկու առանձին համայնքներ էին ձևավորվում։ Մի կողմից էր պաշտոնական համայնքը, որը կազմակերպում էր ընթերցումներ, հանդիպումներ, մինչ մյուս կողմից էր ժողովրդական համայնքը, որն արդեն տարածում էր այն նյութերը, որոնք թույլ չէին տրվում։ Սա պատմություն է բազմաստիճան, լեռնավեր ընթացի մասին։ Երբ պաշտոնական տեսակետը պատրաստում էր հանրային միջոցառումներ, ժողովրդական խավերում արդեն թղթածածկումները տարածվում էին։ Թերթիկներ հրապարակվում էին, նույնիսկ հարձակմանը մասնակցությանը կոչում։ Այս թուղթը մի արտահայտում էր, որ ապրիլի 24-ին մենք պետք է լինենք Լենինի հրապարակում։ Սա արդեն ցույց տալիս էր, որ ժողովրդական մակարդակում մարդիկ չէին բավարարվում միայն պաշտոնական միջոցառումներով։ Զարոբյանը տեսավ այդ թերթիկները, եւ նա հասկացավ, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Նա հավաքեց իր թիմին եւ խորհրդակցեց, թե ինչպես վարվել։ Մի անգամ նույնիսկ ուղղակիորեն կարգադրություն տվեց, որ միլիցան պետք է լինի պատրաստ, բայց միաժամանակ ասաց, որ չպետք է դիմել ուժի կիրառմանը։ Սա այնպիսի հրահանգ էր, որ հակասական էր լինում։ Ինչպես կարող էր միլիցան լինել պատրաստ, բայց չդիմել ուժին։ Այս հարցում Զարոբյանի քաղաքականությունը արտաքին էր անհրաժեշտությունը, որ եթե մարդիկ դուրս գան փողոց, պետք է նրանց թույլ տալ հիշել, բայց միաժամանակ հսկել, որ դա չվերածվի հակապաշտոնական ցույցի։ Սա մի շատ նուրբ ռազմավարություն էր, եւ անձամբ ասած, սա հետագայում դարձավ նրա անկումի պատճառը։ Երբ մենք բնում ենք դեպի ապրիլի 24, մենք կարող ենք հասկանալ, թե ինչ էր ծավալվում Երևանում։ Շատ վկաների պատմություններ կան, որոնք նկարագրում են, թե ինչպես առավոտյան մարդիկ արդեն հավաքվում էին հրապարակում։ Ոմանք բերել էին հայ տրիկոլորի, ոմանք պլակատներ ստացվում էին ձեռակների վրա։ Մարդիկ հայտարարում էին, որ մենք պահանջում ենք արդարություն, հանենք զոհերի հիշատակը, վերադարձնենք մեր հողերը։ Ուսումնասիրությունները վկայում են, որ միլիցան երկակի դիրք գրավեց։ Մի կողմից նրանք կանգնած էին, պատրաստ դիմելու ուժին, բայց մյուս կողմից նրանք տեսնում էին, որ մարդիկ խաղաղ են, որ նրանք պարզապես ցանկանում են հավաքվել։ Զարոբյանի խնդրանքը, որը ապրիլի 23-ին տվել էր միլիցային ճնշում չկիրառելու մասին, նշանակում էր, որ միլիցան չէր կարող բռնությամբ արգելակել մարդկանց։ Գիշեր ընկավ։ Օպերայում տեղի ունեցավ պաշտոնական հավաք։ Հարյուրավոր ղեկավար, գիտնական, արվեստագետներ մասնակցեցին։ Զարոբյանը ելույթ ունեցավ, նա խոսեց ժողովրդի ցավի մասին, հիշեց զոհերին, բայց նաև շեշտեց, որ սա պահպանված պատմության օր է, ոչ թե քաղաքական պահանջների օր։ Սա էր նրա ռազմավարությունը, շեշտել հիշողությունը, ոչ թե քաղաքականությունը։ Բայց դրսում, հրապարակում, այլ բան էր տեղի ունենում։ Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքված էին, եւ նրանք արտահայտում էին այն, ինչը տասնամյակներ շարունակ պատկերասահմանել էին։ Նրանք բղավում էին արդարություն, հիշեք Վան, հիշեք Կարին, վերադարձնենք հողերը։ Սա արդեն դուրս էր գալիս ֆորմալ պահանջների սահմանից։ Զարոբյանը անմիջապես իմանալով, որ ինչ է տեղի ունենում, կանխատեսում էր, որ Մոսկվան կզանգահարի։ Եվ իրոք, 1965 թվականի ապրիլի 24 գիշերը Մոսկվայից զանգեր սկսվեցին։ Ընդհուպ գիշերը Զարոբյանին զանգահարեցին եւ հարցրին. ինչ է կատարվում այնտեղ։ Ինչու ցույցերը այդքան մեծ են։ Ինչու պահանջներ կան տարածքների մասին։ Զարոբյանի պատասխանը, համաձայն հետագա մեմուարների, էր հստակ, բայց անուղղակի։ Ժողովուրդը պարզապես հիշում է իր պատմությունը։ Սա մի բնական արտահայտություն է։ Մենք չենք փորձում քաղաքականացնել դա։ Բայց Մոսկվան չէր կարծում, որ սա բավարար է։
Նրանք պահանջում էին, որ Զարոբյանը դեռևս հաստատի, որ ամեն ինչ վերահսկված է, որ չկա համարվածություն է հակապաշտոնական շարժման մասին։ Բայց իրականում Զարոբյանը չէր կարող երաշխավորել, որ ամեն ինչ վերահսկված է։ Նա տեսավ, որ մարդիկ մնում են հրապարակում, դրանք նստում են ասֆալտի վրա, հրաժարվում է գնալ, երբ միլիցան հարցնում է։ Դա արդեն ցույց տալիս էր, որ ժողովուրդը չէր համապատասխանում Մոսկվայի պահանջներին, որ ամեն ինչ սահուն կլինի։ Զարոբյանը գիշերային տալիս հրամաններ միլիցային նիստանալուց։ Նա ասաց. «Մեր առաջին խնդիրը հանգիստ պահպանելն է։ Մենք չենք կարող դիմել ուժին, որովհետև դա կբերի արյունահեղության, եւ որ ավելի է մեր նկատմամբ մեծացնել Մոսկվայի հիասթափությունը»։ Սա էր իմաստուն կողմից, չէ՞։ Զարոբյանը հասկանում էր, որ եթե դիմենք բռնությամբ, կարող էր այրվել հանուն ամենավատ իրավիճակը։ Երկու կրակների միջև գտնվող Զարոբյանը հավատարիմ մնաց իր սկզբունքին։ Նա չբերեց զորքեր փողոցի վրա, նա չտվեց հրաման կրակի համար։ Սա դարձավ նրա վերջնական ֆակտը։ Նա ոչ մի կյանքը չվնասեց, եւ դա մնում է մեծ հարգի արժանի։ Բայց միաժամանակ սա էր նրա ամենամեծ մեղքը Մոսկվայի աչքում։ Երբ մենք անդրադառնում ենք ապրիլի 24-ին, մենք պետք է նկատենք նաև մեկ կարևոր փաստ։ Ժողովրդական բողոքները չէին միայն ցեղասպանության մասին։ Շատ մարդիկ այդ օրը նաև բարձրացրին Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Այս թեման, որը տարիներ շարունակ խիստ հսկվում էր, այդ օրը հանրայնացվեց։ Մարդիկ բացահայտորեն դրսում ասում էին. «Մենք ուզում ենք Ղարաբաղը»։ Սա արդեն լուրջ խնդիր էր Մոսկվայի համար, որովհետև տարածքային հարցերը համարվում էին ամենազգայուն թեման խորհրդային համակարգում։ Մոսկվան տեսնում էր, որ հայ ցույցերը բերում էին ոչ միայն հիշողության արտահայտման, այլ նաև քաղաքական պահանջների։ Երբ մարդիկ խոսում էին Ղարաբաղի մասին, հայ հողերի մասին, Թուրքիայի դատապարտման մասին, սա անսահարխեն դուրս էր գալիս այն սահմաններից, որոնք Մոսկվան սահմանել էր Զարոբյանի համար։ Եվ Զարոբյանի անունը արդեն կապված էր այդ գերմանիչակամության հետ։ 1965 թվականի ապրիլի 23-ից հետո իրավիճակը դարձավ շատ բարդ։ Զարոբյանը դեռ ուներ պաշտոնը, բայց նա արդեն հասկացել էր, որ Մոսկվան չգոհեր նրանից։ Երևանում բազում քննարկումներ տեղի ունեցան նրա թիմի հետ, որտեղ անդրադարձած էր մտածվածին, թե ինչպես հետագայում շարժվել։ Զարոբյանը խորհրդակցում էր իր թիմի հետ, բայց միաժամանակ գիտեր, որ նրա դիրքը թուլացել է Մոսկվայի աչքում։ Կարևոր է նաև նկատել, որ Զարոբյանի թիմում ոչ բոլորը հավատարիմ էին նրան։ Օվանես Բաղդասարյանը, երկրորդ քարտուղար, եւ Անտոն Քոչինյանը, նախագահ, արդեն սկսել էին իրենց քայլերն առանձին պլանների համար։ Հետագայում արհեստավորված փաստաթղթերից ակնհայտ է, որ նրանք սկսեցին բարձրացնել անձնական քննարկումներ Մոսկվայի հետ, որտեղ համարում էին պայթելու հիմքեր Զարոբյանին հեռացնելու համար։ Բաղդասարյանի եւ Քոչինյանի առաջադրանքները չէին հանդիսանում այն, որ նրանք հակադրվում էին հայ ժողովրդին։ Ոչ, նրանց ոգեշնորում էր անտրամաբանական երաշխավորության գտնելը, որ եթե Զարոբյանը հեռացվի եւ նրա փոխարեն գան նրանք, իշխանությունը կստանան։ Նրանք փորձում էին համոզել Մոսկվային, որ նրանք ավելի հավատարիմ են կենտրոնին, որ նրանք կարող են ավելի արդյունավետ կերպով վերահսկել հանրապետությունը։ Այս ընթացքում 1965 թվականի մայիսի սկզբին Զարոբյանը զանգահարեց Մոսկվա եւ պաշտպանեց իր դիրքորոշումը։ Նա բացատրեց, որ ապրիլի 24 ցույցերը չէին հակապաշտոնական, որ դրանք էին բնական արտահայտություն եւ որ եթե նա դիմեր ուժին, այն կբերեր արյունահեղության։ Նա նաև նշեց, որ ահա հուշարձանը կառուցվելու է, որ առավել շատ նախատեսված միջոցառումներ տեղի կունենան եւ որ ամեն ինչ կլինի վերահսկվող։ Բայց Մոսկվան արդեն որոշել էր, որ Զարոբյանը թույլ է։ Կենտրոնական կոմիտեում քննարկումներ տեղի ունեցան 1965 թվականի ամառը, որտեղ անդրադարձած էր Զարոբյանի ապագային։ Շատ մարդիկ, ովքեր հետագայում հիշել են դաշխուրտներ, ասում են, որ համակերպվում էր այն տեսակետը, որ Զարոբյանը ուներ ազգայնական միտումներ, որ նա չկարողացավ վերահսկել իր ժողովուրդը եւ որ նրա այլու մեջ կարող է լինել վտանգավոր։ Այստեղ առաջանում է մի նոր շերտ կատարողական դարպասներին։ Խոստումները, որոնք տրվել էին Զարոբյանին, այժմ փոխվում էին։ Նրան արդեն ոչ մի բան չէր խոստանում։ Հենց հակառակը։ Զարոբյանը հասկանում էր, որ քիչ ժամանակ է մնացել նրա թողվածի համար։ Եվ իրականում 1966 թվականի փետրվարին Զարոբյանը հեռացվեց իր պաշտոնից, առանց որևէ առարկայական մեղադրանքների։ Եղելությունը, որը տեղի ունեցավ փետրվարի 5-ին, դարձավ պատմության մեջ անճաշակ նշանավոր։ Նիստը տևեց անընդհատ բարդություններ։ Զարոբյանին բացահայտորեն թույլ չտվեցին ելույթ ունենալ։ Իվան Կապիտոնովը, որը եկել էր Մոսկվայից, ներկայացրեց մի շարք մեղադրանքներ,
որոնք բոլորն ուղղված էին Զարոբյանի անարդյունավետության և կազմակերպչական թերությունների։ Բայց բոլորը հասկանում էին, որ դա չէր իրական պատճառը։ Զարոբյանի հեռացումը վերջնականապես փակել էր այն դարպասներից մի մասը, որոնք նա փորձել էր բացել։ Նրա խոստումները, որոնք նա ստացել էր, այժմ դարձել էին անգործունակ։ Եվ ավելին, նա իր անձնական ճակատագրում պարտվեց նրա վրա գնալու համար, որ փորձում էր երաշխավորել իր ժողովրդին հիշելու հնարավորությունը։ Եվ այստեղ մենք հասնում ենք ամենակարևոր հարցին. ինչու խոստումները չկատարվեցին։ Մի շարք առաջադրանքի պատասխանը հետևյալը։ Առաջին խնդիրը էր, որ Մոսկվան երբեք բոլոր չէր վստահում Զարոբյանին կամ հանրապետական առաջնորդներին։ Խորհրդային համակարգի կառուցվածքը հենված էր կենտրոնական վերահսկողության վրա, և ցանկացած փորձը ավելի ինքնավարության համար դիտվում էր որպես վտանգ։ Երբ Զարոբյանը եղավ առաջնորդ, ով թույլ տվեց ժողովրդական արտահայտություններ ընները, Մոսկվան տեսավ, որ նա չէր ցանկանում, չէր իրավունք խանդավառող կենտրոնի իշխանության հստակությունը։ Երկրորդ խնդիրը էր, որ Մոսկվան վախենում էր նախադեպից։ Եթե Հայաստանում թույլատրվում էր քննարկել ցեղասպանությունը և քաղաքական պահանջներ բարձրացնել, այլ հանրապետություններ էլ կարող էին նույնը գործել։ Ուկրաինացիները կարող էին բարձրացնել Հոլոդոմորը, թաթարները իրենց տեղահանման թեման, Բալթիկյան հանրապետությունները իրենց ներդաշնակի միացումը։ Մոսկվան գիտեր, որ եթե թույլատրում մեկ անգամ այս տիպի շարժումները, նրանք երբեք էլ չեն կարող համապարփակել։ Երրորդ խնդիրը էր այն, որ Մոսկվայի հիմնական քաղաքականությունը շատ շուտով փոխվեց։ Խրուշչովից հետո, երբ Բրեժնևյան շրջանը սկսվեց, քաղաքականությունը դարձավ խիստ վերահսկվող։ Զարոբյանի նախաձեռնությունը, որը սկսվել էր Խրուշչովի ժամանակաշրջանում, այլևս չէր համապատասխանում Բրեժնևյան շրջանի քաղաքականությանը։ Եվ Զարոբյանը դարձավ զոհը այդ փոփոխության։ Չորրորդ խնդիրը էր Թուրքիայի հետ հարաբերությունները։ Թեև Զարոբյանը չէր պահանջել Թուրքիային դատապարտել, անհավատ իրավիճակը, որտեղ մարդիկ բացահայտորեն քննարկում էին ցեղասպանությունը, Մոսկվայի համար էր խնդիր։ Կենտրոնը չէր ցանկանում նոր միջազգային բարդություններ, և Զարոբյանի թույլ տրած շրջանակը կարող էր բերել դրան։ Հինգերորդ խնդիրը էր նախատամբոց ներքին քաղաքականության։ Բաղդասարյանը և Քոչինյանը, ովքեր փորձում էին հասնել իշխանության, խաղացին Մոսկվայի վախերի վրա։ Նրանք անգամ կենդանափորացին, որ Զարոբյանը չի կարող վերահսկել ազգայնական միտումները և որ եթե նա հեռացվի, իրավիճակը կբարելավվի։ Սա էր գրետ հյուզդրիկակազմ շաքարությունը, որը համոզեց Մոսկվային։ Վերջին հարցը, որին մենք պետք է անդրադառնանք, այն է, ինչ արդյունքներ ունեցավ Զարոբյանի հեռացումը և խոստումների չկատարվելը։ Երբ Զարոբյանը հեռացվեց, նրա փոխարեն եկավ Անտոն Քոչինյանը, ով հավատարիմ էր Մոսկվային, բայց միաժամանակ շարունակեց հուշարձանի կառուցումը։ Հուշարձանը, որը բացվեց 1967 թվականին, դարձավ այն խորհրդանիշը, որը միավորեց հայ ժողովրդին։ Բայց խոստումները, որոնք չկատարվեցին, իրենց հետևանքները մնաց ունենալու։ Զարոբյանի հեռացումը ցույց տվեց հայ ժողովրդին, որ ազգային մտածությունը չի թույլատրվել խորհրդային համակարգում։ Սա հանգեցրեց նրան, որ հետագայում, երբ Գորբաչովի ռեֆորմաների շրջանում հնարավորություն առաջացավ, հայերը ավելի վճռական լինել։ 1987-ից մինչև 88 թվականներին Ղարաբաղյան շարժումը հենց այդ չկատարված խոստումների ուղղակի արդյունքն էր։ Զարոբյանի պատմությունը դարձավ պատմություն այն մասին, թե ինչպես մի մարդ փորձում է ծառայել իր ժողովրդին, բայց քաղաքական միջավայրը թույլ չտալիս նրան հաջողություն հասնել։ Նա չկարողացավ շարունակել իր առաջնորդությունը, բայց նա մնաց հայ պատմության մեջ որպես մարդ, ով երբեք չկորցրեց իր արժանապատվությունը և ով փորձեց անել այն, ինչ հնարավոր էր իր ժամանակաշրջանում։ Եվ այժմ մենք անցնում ենք երրորդ անդրադարձին, որտեղ փորձում ենք բացահայտել այն ավելի խորքային շերտերը, որոնք ավելին էին, քան պարզապես քաղաքական որոշումները։ Երբ մենք վերլուծում ենք նյութական տարերկ մանրամասներին, մենք հասկանում ենք, որ Զարոբյանի պատմությունը միայն անհատական վախճանություններից չէր բաղկացած, այլ հետագայում ազդեց ողջ հանրապետության վրա։ Փաստն այն է, որ Զարոբյանի հեռացումից հետո Մոսկվան ցույց տվեց խորհրդային հանրապետություններին, որ ավելի մեծ ինքնավարություն և ազգային դրդապատճառների վրա հիմնված նախաձեռնություններ արգելվում են։ Կասկածելի թեմաները, ինչպիսիք էին ցեղասպանությունը, տարածքային հարցերը, ազգայնական շարժումները, արգելվում էին քննարկվել։ Մոսկվան հստակ ուղերձ ուղարկեց, որ ցանկացած փորձը այդ ուղղությամբ կճնշվի։ Անտոն Քոչինյանի առաջնորդության ժամանակաշրջանը, որը տևեց 1966-ից 1974 թվականներ, էր ավելի զուսպ և համապարփակորեն ենթարկվող Մոսկվային։
Քոչինյանը շարունակեց հուշարձանի նախագծի իրագործումը, բայց միաժամանակ խուսափում էր ցանկացած քաղաքականացման հակառակող։ 1967 թվականի նոյեմբերի 29-ը բացվեց Ծիծեռնակաբերդի հուշարձանը, մոտավորապես 2 տարի ուշ այն ժամանակից, երբ Զարոբյանը սկսել էր այդ նախագիծը։ Բացման արարողությունը տեղի ունեցավ պաշտոնական ձևաչափով։ Քոչինյանը ելույթ ունեցավ, բայց խոսեց միայն հիշողության մասին, ոչ թե քաղաքական պահանջների։ Հուշարձանը ներկայացվեց որպես մի վայր, որտեղ մարդիկ կարող են հավաքվել եւ հիշել իրենց նախնիների զոհերին։ Սա էր այն, ինչը Մոսկվան թույլատրում էր՝ հիշողություն, բայց ոչ պահանջներ։ Բայց հայ ժողովուրդը տեսնում էր Ծիծեռնակաբերդը ոչ միայն որպես հուշարձան, այլ որպես խորհրդանիշ։ Յուրաքանչյուր ապրիլի 24-ին հազարավոր մարդիկ հավաքվում էին այնտեղ։ Նրանք դնում էին ծաղիկներ, արտահայտում իրենց հարգանքը եւ խոսում էին հիշողության մասին։ Եվ թեև Մոսկվան թույլ չէր տեր տալիս պաշտոնապես քննարկել ցեղասպանությունը որպես քաղաքական թեմա, ժողովրդական մակարդակում սա շարունակում էր ապրել։ Երբ մենք գնում ենք դեպի 70-ական տարիները, մենք տեսնում ենք, որ Հայաստանում շարունակում էր լինել մի թաքնված լարվածություն։ Մարդիկ խոսում էին ինչ ընտանեկան համապատասխան միջոցառումներում, կրթական հաստատություններում, բայց հանրային տիրույթում սա արգելված էր։ Մոսկվան շարունակում էր սահմանել խիստ կանոններ, որ ցեղասպանության թեման չի քննարկվի որպես քաղաքական գործ։ Զարոբյանը, ով այդ ժամանակ Մոսկվայում էր աշխատում սոցիալական ապահովության նախարարության համակարգում, շարունակում էր իր առօրյա կյանքը։ Նա հետևում էր Հայաստանի իրադարձություններին հեռավորությունից, բայց կապը շարունակում էր մնալ իր սրտում։ Հետագայում շատ վկաներ նշում են, որ Զարոբյանը երբեք չհրաժարվեց իր հույսերից, որ Հայաստանը մի օր կկարողանա ազատ արտահայտել իր ինքնությունը։ 1974 թվականին Քոչինյանը նույնպես հեռացվեց, եւ նրա փոխարեն եկավ Կարեն Դեմիրճյանը, ով էլ ավելի խիստ էր Մոսկվայի նկատմամբ։ Դեմիրճյանի ժամանակաշրջանը տևարկվեց մինչև 1988 թվականը, եւ սա էր ամենախիստ վերահսկման շրջանը Հայաստանի համար։ Դեմիրճյանը չթույլատրեց որևէ քննարկում ազգային թեմաների շուրջ։ Նա արգելեց ցանկացած փորձը բարձրացնել տարածքային հարցերը, եւ նա պահանջեց, որ հանրապետությունը ամբողջությամբ ենթարկվեր կենտրոնին։ Դեմիրճյանի երկարաժամկետ առաջնորդության մեջ Զարոբյանին տրվել էր մի հնարավորություն վերադառնալու Հայաստան։ 1974 թվականին, երբ Քոչինյանը հեռացվեց, քննարկվում էր, որ Զարոբյանը կարող է նշանակվել Գերագույն խորհրդի նախագահության ղեկավար։ Սա պատվավոր պաշտոն էր, եւ նախատեսում էր, որ Զարոբյանը կարողանա վերադառնալ հանրապետական առաջնորդության մեջ։ Բայց Դեմիրճյանը խոչընդոտեց այդ նշանակությանը։ Նա բացահայտորեն հայտարարեց Մոսկվայում, որ Զարոբյանը չէր պետք է վերադարձնել, որովհետև նրա վերադարձը կբերեր իր իշխանության թուլացում։ Դա էր վերջնական հարվածը Զարոբյանի համար։ Նա հասկացավ, որ նույնիսկ հետագայում նրա իրավունքները սահմանափակված են, որ նրա անձը դարձել էր հակադրական խորհրդանիշ, եւ նա հրաժարվեց փորձելուց վերադառնալ։ Նա շարունակեց աշխատել Մոսկվայում եւ 1980 թվականի հունվարի առաջին օրը դուրս եկավ թոշակի։ Զարոբյանը վախճանվեց 1980 թվականի ապրիլի 11-ին։ Նրա մահը մռայլ էր անդրադարձված Հայաստանում, թեև պաշտոնապես Մոսկվան հրապարակել էր հակիրճ հայտարարություն, որ նշում էր միայն նրա մահը։ Բայց հայ մարդիկ, ովքեր հիշում էին 65 թվականի դեպքերը, անդրադարձան նրա ներդրմանը։ Շատերը նկատում էին, որ Զարոբյանը եղել է այն մարդը, ով փորձել է բացել դարպասները, որոնք տասնամյակներ շարունակ փակ էին եղել։ Երբ մենք գնում ենք դեպի 80-րդ տարիներ, մենք տեսնում ենք, որ Զարոբյանի ժառանգությունը շարունակում է ապրել։ Միխայիլ Գորբաչովը, ով դարձավ Խորհրդային Միության ղեկավար 1985 թվականին, սկսեց իրականացնել ռեֆորմաներ, որոնք կոչվում էին գլասնոստ եւ պերեստրոյկա։ Այդ ռեֆորմաները թույլատրում էին ավելի մեծ քննարկումներ, եւ հայ ժողովուրդը այդ հնարավորությունը տեսավ որպես մի նոր դարպաս։ 1987 թվականի փետրվարին հայերը սկսեցին բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Սա էր այն թեման, որը Զարոբյանի ժամանակաշրջանում չէր թույլատրվում քննարկվել, բայց այժմ Գորբաչովի ռեֆորմաների արդյունքում հնարավորություն էր ստեղծվել։ Ղարաբաղյան շարժումը, որը սկսվեց 87 թվականի վերջում, էր ուղղակի արդյունքը այն խոստումների, որոնք չէին կատարվել 65 թվականին։ Մարդիկ հիշում էին, որ Զարոբյանի ժամանակ նրանք փորձել էին բարձրացնել այս թեման, բայց Մոսկվան չէր թույլատրել։ Այժմ նրանք ունեին հնարավորություն, եւ նրանք օգտագործում էին այն։ Ղարաբաղյան շարժումը դարձավ հզոր շարժում, որը միավորեց հայ ժողովրդին։
1988 թվականի փետրվարի 20-ից սկսած հարյուրավոր հազարավոր մարդիկ դուրս էին գալիս Երևանի փողոցներում, պահանջելով Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին։ Սա էր այն շարժումը, որը Զարոբյանը երազել էր, բայց որը իր ժամանակաշրջանում չէր կարող իրականացնել։ Բայց Ղարաբաղյան շարժումը բերեց նաև հակամարտությունը։ Ադրբեջանը դեմ էր Ղարաբաղի միացմանը, եւ կատարյալորեն սկսվեց լարվածություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ 1988 թվականի փետրվարի վերջում Սումգայիթում տեղի ունեցավ կոտորած, որտեղ տասնյակ հայեր սպանվեցին։ Սա էր նոր ողբերգություն, որը ցույց տվեց, որ ազգային հարցերը խորհրդային համակարգում չէին լուծվել։ Զարոբյանը չտեսավ այդ իրադարձությունները, որովհետև նա արդեն մահացել էր։ Բայց նրա ներկա կերպով շարունակեց ազդել։ Շատ ղեկավարներ, ովքեր մասնակցում էին Ղարաբաղյան շարժմանը, նշում էին, որ Զարոբյանի փորձը 65 թվականին ցույց տվեց նրանց, որ ժողովրդական շարժումներն ունեն ուժ։ Թեև Զարոբյանը չկարողացավ շարունակել իր առաջնորդությունը, նրա արարքը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը կարող է իր ձայնը լսելի դարձնել։ Երբ մենք ուսումնասիրում ենք Զարոբյանի պատմությունը, մենք պետք է նաև նկատենք, թե ինչպես նրա ժառանգությունը տարբեր մեկնաբանվում էր։ Սովետական պաշտոնական պատմագրությունը չաշխատում էր մեծարել Զարոբյանին որպես հերոս։ Հակառակը, նա նկարագրվում էր որպես մարդ, ով չկարողացավ վերահսկել իր հանրապետությունը։ Բայց ժողովրդական հիշողությունը այլ էր։ Հայ մարդիկ հիշում էին, որ Զարոբյանը փորձել էր անել այն, ինչ հնարավոր էր, եւ որ նա չէր օգտագործել բռնություն իր ժողովրդի դեմ։ Հետագայում, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց 1991 թվականին եւ Հայաստանը դարձավ անկախ հանրապետություն, Զարոբյանի պատմությունը նորից վերահայտնագործվեց։ Նրա անուն նվիրված գրքեր հրատարակվեցին, նրա մասին հոդվածներ գրվեցին, եւ նրա ներդրումը նվաճեց ճանաչում։ Շատերը սկսեցին նկարագրել նրան որպես մարդ, ով փորձել էր կամուրջ կառուցել Մոսկվայի եւ հայ ժողովրդի միջև, բայց ով զով դարձավ քաղաքական ծածկագրերի։ Մենք պետք է նշենք նաև, որ Զարոբյանի պատմությունը ոչ միայն անհատական պատմություն է, այլ նաև խորհրդային համակարգի մասին պատմություն։ Խորհրդային համակարգը հիմնված էր կենտրոնական վերահսկողության եւ միասնական գաղափարախոսության վրա։ Ցանկացած փորձը խախտել այդ միասնությունը դիտվում էր որպես վտանգ։ Զարոբյանի դեպքը ցույց տվեց, թե ինչպես համակարգը կարող էր ճնշել անգամ իր սեփական առաջնորդներին, եթե նրանք չհետևում էին կանոններին։ Այժմ անդրադառնանք այն հարցին, թե ինչպես Զարոբյանի խոստացված բաները չկատարվեցին եւ ինչպես սա ազդեց հայ ժողովրդի վրա։ Այն խոստումները, որոնք տրվել էին Զարոբյանին, կարելի է բաժանել 3 կատեգորիաների։ Առաջին խոստում էր միջոցառումների անցկացումը։ Սա մասամբ կատարվեց։ 1965 թվականին միջոցառումներ տեղի ունեցան, գրքեր հրատարակվեցին, ֆիլմեր կազմվեցին, հուշարձանը կառուցվեց։ Բայց միաժամանակ այդ միջոցառումները մնում էին խիստ վերահսկված, եւ ցանկացած փորձը քաղաքականացնել դրանք ճնշվեց։ Զարոբյանը հույս ուներ, որ եթե այդ միջոցառումները հաջողությամբ անցնեն, հետագայում ավելի մեծ ազատություն կլինի, բայց սա չկատարվեց։ Երկրորդ խոստումը էր ազատությունը քննարկելու ցեղասպանության թեման որպես քաղաքական գործ։ Սա երբեք չկատարվեց։ Մոսկվան թույլատրեց հիշատակել ցեղասպանությունը որպես պատմական փաստ, բայց արգելեց քաղաքականացնելը։ Հայերը չկարողացան պահանջել Թուրքիայից արդարություն, չկարողացան պահանջել վնասի հատուցում, չկարողացան պահանջել տարածքների վերադարձ։ Այս ամենը մնաց արգելված թեմա մինչև Խորհրդային Միության փլուզումը։ Երրորդ խոստումը էր տարածքային հարցերի քննարկումը։ Սա նույնպես երբեք չկատարվեց։ Զարոբյանի ժամանակաշրջանում, երբ մարդիկ փորձեցին բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հարցը, Մոսկվան անմիջապես արգելեց այդ քննարկումը։ Այս թեման մնաց արգելված մինչև Գորբաչովի ռեֆորմաները, երբ կրկին հնարավորություն ստեղծվեց քննարկելու այդ։ Այսպիսով, խոստումները, որոնք տրվել էին Զարոբյանին, մասամբ կատարվեցին, բայց էական մասերը մնացին անկատար։ Եվ սա ազդեց հայ ժողովրդի վրա։ Հայերը սկսեցին հասկանալ, որ խորհրդային համակարգը չի թույլատրում իրենց լիարժեք արտահայտել իրենց ինքնությունը։ Սա ստեղծեց մի թաքնված դժգոհություն, որը տարիներ շարունակ աճում էր, եւ որը վերջապես պայթեց Գորբաչովի ռեֆորմաների ժամանակաշրջանում։ Երբ մենք դիտարկում ենք Զարոբյանի կյանքի եզրափակիչ տարիները, մենք պետք է նշենք, որ նա երբեք չդադարեց հավատալ հայ ժողովրդին։ Թեև նա հեռացվեց իր պաշտոնից, թեև նրան չթույլատրեցին վերադառնալ Հայաստան, նա շարունակեց հուսալ, որ մի օր իր ժողովուրդը կկարողանա ազատ կերպով արտահայտել իր ինքնությունը։ Եվ նրա հույսը չէր անմիջապատճառ։
80-րդ թվականներին, երբ Հայաստանը սկսեց իր անկախության ճանապարհը, Զարոբյանի ժառանգությունը ցույց տվեց իր ուժը։ Մենք պետք է նաև հարց տանք. արդյոք Զարոբյանը կարող էր ավելին անելնել։ Շատ պատմաբաններ վիճում են այդ հարցի շուրջը։ Որոշները նշում են, որ Զարոբյանը կարող էր ավելի զգույշ լինել, որ նա կարող էր ավելի խիստ վերահսկել ցույցերը, որ նա կարող էր ավելի շատ համակարգել Մոսկվայի հետ։ Բայց մյուսները ասում են, որ Զարոբյանը արեց այն, ինչ միակը կարող էր անել, նա փորձեց հավասարակշռել Մոսկվայի պահանջների և իր ժողովրդի ցանկությունների միջև։ Եթե Զարոբյանը ավելի խիստ վերահսկեր ցույցերը, հնարավոր է, որ նա կարողանար պահել իր պաշտոնը։ Բայց սա նշանակեր, որ նա պետք է օգտագործեր բռնություն իր ժողովրդի դեմ, և սա նրա սկզբունքներին հակասում էր։ Զարոբյանը որոշեց, որ նա չի կարող վնասել իր ժողովուրդը, և սա էր նրա վերջնական ընտրությունը։ Նա գիտեր, որ սա կարող է բերել նրա անկման, բայց նա նախընտրեց իր ժողովրդին վնաս չհասցնել։ Այս որոշումը ցույց տվեց Զարոբյանի բնավորությունը։ Նա չէր միայն քաղաքական գործիչ, ով փորձում էր պահել իր իշխանությունը։ Նա էր մարդ, ով հավատում էր սկզբունքներին, ով հարգում էր իր ժողովուրդը և ով ցանկանում էր անել ճիշտ բանը։ Եվ այս սկզբունքները բերեցին նրան դեպի անկում, բայց նաև բերեցին նրան դեպի մեծություն պատմության մեջ։ Երբ մենք ամփոփում ենք Զարոբյանի պատմությունը, մենք կարող ենք տեսնել մի շարք դասեր։ Առաջին, քաղաքականության մեջ խոստումները միշտ չեն կատարվում, երբ իշխանությունը տեսնում է, որ դրանք չհարմարում են իր շահերին։ Զարոբյանին խոստացվել էին բաներ, բայց երբ Մոսկվան տեսավ, որ դրանք կարող են բերել խնդիրների, այդ խոստումները անտեսվեցին։ Երկրորդ, ժողովրդական շարժումները ունեն ուժ, որը չի կարող ամբողջությամբ վերահսկվել։ Զարոբյանը փորձել էր վերահսկել ցույցերը, բայց մարդիկ ունեին իրենց սեփական կամքը, և նրանք արտահայտեցին այն։ Սա ցույց տվեց, որ երբ ժողովուրդը պատրաստ է գործել, ոչ մի իշխանություն չի կարող ամբողջությամբ արգելակել այդ։ Երրորդ, սկզբունքները կարևոր են։ Զարոբյանը կարող էր պահել իր պաշտոնը, եթե օգտագործեր բռնություն, բայց նա ընտրեց չանել դա։ Եվ սա մեծապես հարգի արժանի է։ Նա ցույց տվեց, որ անձնական իշխանությունը ավելի կարևոր չէ, քան սկզբունքները։ Զարոբյանի պատմությունը դարձավ խորհրդանիշ, մարդու մասին, ով փորձում է ծառայել իր ժողովրդին բարդ ժամանակներում։ Նա չկարողացավ կատարել բոլոր խոստումները, որոնք տրվել էին նրան, բայց նա ցույց տվեց, որ հնարավոր է պահպանել արժանապատվությունը նույնիսկ անհաջողության դեպքում։ Եվ այս արժանապատվությունը դարձավ նրա ամենամեծ ժառանգությունը։ Մենք ավարտում ենք այս հատվածը հիշեցնելով, որ Զարոբյանի խոստումները, որոնք չկատարվեցին, մնում են պատմության մեջ որպես ցուցիչ այն մասին, թե ինչպես քաղաքական համակարգերը կարող են չկատարել իրենց խոստումները, երբ դրանք չհարմարում են իրենց շահերին։ Բայց նաև մենք հիշում ենք, որ Զարոբյանը փորձեց անել այն, ինչ կարող էր, և որ նրա արարքը ոգեշնչեց հետագա սերունդներին շարունակել պայքարը ազատության համար։ Եվ այժմ մենք հասնում ենք այս պատմության վերջին հատվածին, որտեղ փորձում ենք կապել բոլոր թելերը և հասկանալ, թե ինչպես Զարոբյանի արարքը և նրան տրված խոստումների չկատարումը ձևավորեցին ոչ միայն նրա անձնական ճակատագիրը, այլ նաև ամբողջ Հայաստանի ապագան։ Երբ մենք վերլուծում ենք ողջ այս պատմությունը, մենք հասկանում ենք, որ դա պարզապես մի անհատի մասին չէ, այլ մի ամբողջ ազգի մասին, որը փորձում էր գտնել իր ճանապարհը բարդ քաղաքական համակարգում։ 1964 թվականին, երբ Զարոբյանը սկսեց իր նախաձեռնությունը, նա գիտեր, որ դա կլինի դժվար գործ։ Նա հասկանում էր, որ Մոսկվան երբեք լիովին չէր վստահում հանրապետական առաջնորդներին, և որ ցանկացած քայլը դեպի ավելի մեծ ինքնավարություն կարող էր համարվել որպես վտանգ։ Բայց նա նաև հասկանում էր, որ եթե նա ոչինչ չաներ, հայ ժողովուրդը շարունակեր ապրել անարդարության զգացումով, և դա երկարաժամկետ առումով կարող էր բերել ավելի մեծ խնդիրների։ Զարոբյանի ռազմավարությունը, որը հիմնված էր հավասարակշռության վրա, ցույց տվեց, որ նա իրականում շատ խորաթափանց քաղաքական գործիչ էր։ Նա չփորձեց բացահայտորեն դեմ դնել Մոսկվային։ Նա չխոսեց հակախորհրդային թեմաների մասին։ Նա չպահանջեց անկախություն կամ ազգային ինքնորոշում։ Ամեն ինչ, ինչ նա արեց, փաթեթավորվեց խորհրդային գաղափարախոսության լեզվով։ Նա խոսեց հիշողության պահպանման մասին, ապագայի դասերի մասին, մարդկությանը խորհուրդ տալիս մասին։ Սա էր այն, ինչը Մոսկվան կարող էր ընդունել։ Բայց խնդիրը այն էր, որ հայ ժողովուրդը տեսնում էր այդ նախաձեռնությունը ոչ միայն որպես հիշողության պահպանում, այլ որպես քաղաքական գործ։ Երբ մարդիկ դուրս էին գալիս փողոցներում 1965 թվականի ապրիլի 24-ին, նրանք չէին պարզապես հիշում։ Նրանք պահանջում էին արդարություն,
Նրանք պահանջում էին հողերի վերադարձ, նրանք պահանջում էին ճանաչում, եւ սա էր այն, ինչը Մոսկվան չէր կարող թույլատրել։ Զարոբյանի դիրքը դարձավ անհնար։ Նա գտնվում էր երկու աշխարհների միջև։ Մի կողմից նա պետք է հավատարիմ լիներ Մոսկվային, որտեղ իր կարիերան կախված էր։ Մյուս կողմից նա ուներ պատասխանատվություն իր ժողովրդի հանդեպ, որը նրան ակնկալում էր պաշտպանել իրենց շահերը։ Եվ երբ այդ երկու պահանջները հակասում էին միմյանց, Զարոբյանը ստիպված էր ընտրել։ Նա ընտրեց իր ժողովուրդը։ Երբ ապրիլի 24-ի ցույցերը տեղի ունեցան եւ Մոսկվան պահանջում էր, որ նա արգելակի դրանք, Զարոբյանը հրաժարվեց օգտագործել բռնություն։ Նա գիտեր, որ սա կարող է բերել նրա անկման, բայց նա չցանկանում էր արյունահեղության։ Սա էր նրա վերջնական ընտրությունը, եւ սա դարձավ նրա ամենամեծ արարքը։ Բայց այդ ընտրությունը ուներ իր գինը։ Զարոբյանը հեռացվեց իր պաշտոնից 1966 թվականի փետրվարին։ Նա դարձավ զոհը քաղաքական համակարգի, որը չէր թույլատրում հանդուրժել անհնազանդություն։ Եվ նա պետք է թողներ Հայաստանը եւ գնար Մոսկվա, որտեղ նա մնացած կյանքը անցկացրեց աշխատելով ավելի ցածր պաշտոններում։ Զարոբյանի հեռացումից հետո Հայաստանում իրավիճակը փոխվեց։ Անտոն Քոչինյանը, նոր առաջնորդը, ավելի հետևողական էր Մոսկվային։ Նա շարունակեց հուշարձանի կառուցումը, բայց միաժամանակ հսկում էր, որ ամեն ինչ մնա վերահսկվող։ Ցեղասպանության թեման կրկին դարձավ հիշատակելի թեմա, ոչ թե քաղաքական պահանջ։ Մարդիկ կարող էին գնալ Ծիծեռնակաբերդ, կարող էին հիշել, կարող քննարկել քաղաքական հարցեր։ Սա տևեց տասնամյակներ։ Մինչև Միխայիլ Գորբաչովի գլասնոստի ու պերեստրոյկայի ռեֆորմաները, հայ ժողովուրդը ապրում էր մի թաքնված լարվածության մեջ։ Մարդիկ հիշում էին Զարոբյանին, հիշում էին ապրիլի 24-ի ցույցերը եւ հիշում էին, որ նրանց ասածները չլսվեցին։ Եվ երբ Գորբաչովը բացեց հնարավորությունները քննարկելու այն թեմաները, որոնք տարիներ շարունակ արգելված էին, հայերը անմիջապես օգտագործեցին այդ հնարավորությունը։ 1987 թվականի փետրվարին սկսվեց Ղարաբաղյան շարժումը։ Սա էր այն շարժումը, որը Զարոբյանի ժամանակաշրջանում չէր կարող տեղի ունենալ, բայց որը այժմ հնարավոր դարձավ։ Մարդիկ դուրս էին գալիս փողոցներում, պահանջելով Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին։ Եվ այս անգամ Մոսկվան չկարողացավ անմիջապես արգելակել։ Գլասնոստի քաղաքականությունը նշանակում էր, որ մարդիկ ունեին ավելի մեծ ազատություն արտահայտելու իրենց կարծիքները։ Ղարաբաղյան շարժումը դարձավ հզոր ուժ, որը միավորեց հայ ժողովրդին։ Բայց նա նաև բերեց հակամարտությունը Ադրբեջանի հետ։ Սումգայիթի կոտորածը, որը տեղի ունեցավ 1988 թվականի փետրվարին, ցույց տվեց, որ ազգային հարցերը խորհրդային համակարգում լուծված չէին։ Եվ հետագայում սկսվեց պատերազմը, որը տևեց մի քանի տարի եւ բերեց հազարավոր մահերի։ Զարոբյանը չտեսավ այդ իրադարձությունները, որովհետև նա մահացել էր 1980 թվականին։ Բայց նրա ներդրումը մնաց։ Շատ մարդիկ, ովքեր մասնակցում էին Ղարաբաղյան շարժմանը, նշում էին, որ Զարոբյանի փորձը 65 թվականին ցույց տվեց նրանց, որ ժողովրդական շարժումները կարող են փոխել իրավիճակը։ Թեև Զարոբյանը չկարողացավ հասնել իր նպատակներին, նա ցույց տվեց, որ հնարավոր է դիմադրել համակարգին առանց բռնության օգտագործելու։ Երբ մենք ամփոփում ենք այս պատմությունը, մենք պետք է հարց տանք. ինչ սովորություն կարող ենք քաղել Զարոբյանի փորձից։ Կան մի շարք կարևոր դասեր։ Առաջին, քաղաքականության մեջ խոստումները միշտ պետք է վերլուծել զգուշությամբ։ Զարոբյանին խոստացվել էին բաներ, բայց երբ Մոսկվան տեսավ, որ դրանք կարող են բերել խնդիրների, այդ խոստումները անտեսվեցին։ Սա ցույց է տալիս, որ քաղաքական համակարգերում խոստումները միշտ կախված են իշխանության շահերից։ Երկրորդ, ժողովրդական շարժումները ունեն իրենց սեփական դինամիկան։ Զարոբյանը փորձեց վերահսկել ապրիլի 24-ի ցույցերը, բայց մարդիկ ունեին իրենց սեփական կամքը։ Երբ ժողովուրդը պատրաստ է գործել, ոչ մի ղեկավար չի կարող ամբողջությամբ վերահսկել այդ։ Սա ցույց է տալիս, որ ժողովրդական արտահայտությունները ավելի ուժեղ են, քան ինդիվիդուալ առաջնորդները։ Երրորդ, սկզբունքները կարևոր են։ Զարոբյանը կարող էր օգտագործել բռնություն եւ պահել իր պաշտոնը, բայց նա ընտրեց չանել դա։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ բարդ քաղաքական ծրագրերում հնարավոր է պահպանել մարդկային արժեքները։ Եվ թեև Զարոբյանը կորցրեց իր պաշտոնը, նա շահեց հարգանքը իր ժողովրդից։ Չորրորդ, պատմությունը ցույց է տալիս, որ անհաջողությունները կարող են նույնպես ունենալ դրական ազդեցություն։ Զարոբյանը չկարողացավ հասնել իր նպատակներին, բայց նրա փորձը ոգեշնչեց հետագա սերունդներին։ Ղարաբաղյան շարժումը, որը տեղի ունեցավ տասնամյակներ հետո, էր ուղղակի արդյունքը Զարոբյանի փորձի։ Հինգերորդ,
քաղաքական համակարգերը կարող են փոխվել։ Խորհրդային համակարգը, որը տասնամյակներ շարունակ թվում էր անշարժ, վերջապես փլուզվեց 1991 թվականին։ Եվ Հայաստանը դարձավ անկախ հանրապետություն։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ ամենաուժեղ համակարգերը կարող են փոխվել, երբ ժողովուրդը պատրաստ է պայքարելու իր իրավունքների համար։ 6. Հիշողությունը կարևոր է։ Զարոբյանի պատմությունը մնում է հայ ժողովրդի հիշողության մեջ։ Յուրաքանչյուր ապրիլի 24-ին, երբ մարդիկ գնում են Ծիծեռնակաբերդ, նրանք հիշում են ոչ միայն ցեղասպանության զոհերին, այլ նաև Զարոբյանին, ով փորձեց դարձնել այդ հիշողությունը հնարավոր։ Սա ցույց է տալիս, որ պատմությունը կենդանի է, եւ որ անցյալի դասերը կարևոր են ներկայի համար։ 7. Քաղաքականության մեջ համարժեքությունները անխուսափելի են։ Զարոբյանը պետք է ընտրեր Մոսկվայի եւ իր ժողովրդի միջև։ Նա ընտրեց իր ժողովուրդը, եւ սա բերեց նրա անկման։ Բայց նա նաև ցույց տվեց, որ հնարավոր է կատարել համարժեք ընտրություններ, նույնիսկ երբ հետևանքները ծանր են։ 8. Անհատական ղեկավարությունը կարևոր է, բայց համակարգային փոփոխությունները ավելի կարևոր են։ Զարոբյանը փորձեց փոխել իրավիճակը իր անհատական ջանքերով, բայց նա չկարողացավ փոխել ամբողջ համակարգը։ Սա ցույց է տալիս, որ ավելի մեծ փոփոխությունների համար անհրաժեշտ են համակարգային ռեֆորմաներ, ոչ միայն անհատական ջանքեր։ 9. Միջազգային քաղաքականությունը ազդում է ներքին քաղաքականության վրա։ Զարոբյանի դեպքում Թուրքիայի հետ Մոսկվայի հարաբերությունները ազդեցին նրա հնարավորությունների վրա։ Սա ցույց է տալիս, որ հանրապետությունների առաջնորդները միշտ պետք է հաշվի առնեն միջազգային հանգամանքները։ 10. Ժամանակը կարևոր գործոն է քաղաքականության մեջ։ Զարոբյանի նախաձեռնությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Խրուշչովի ձալացման քաղաքականությունը թույլ էր տալիս մի փոքր ավելի ազատություն։ Բայց երբ Բրեժնևը եկավ իշխանության, քաղաքականությունը խստացավ։ Սա ցույց է տալիս, որ քաղաքական նախաձեռնությունների հաջողությունը հաճախ կախված է ժամանակի ընտրությունից։ Երբ մենք ավարտում ենք այս պատմությունը, մենք պետք է հիշենք, որ Զարոբյանի արարքը էր ոչ միայն անձնական մասին, այլ նաև խորհրդային համակարգի եւ ազգային ինքնության միջև բախման մասին։ Նա փորձեց գտնել հավասարակշռություն, բայց այդ հավասարակշռությունը անհնար էր խորհրդային համակարգում, որտեղ կենտրոնական վերահսկողությունը ամեն ինչից բարձր էր։ Զարոբյանի խոստումները, որոնք չկատարվեցին, դարձան խորհրդանիշ այն մասին, թե ինչպես քաղաքական համակարգերը կարող են անտեսել իրենց պարտավորություններին, երբ դրանք հակասում են իրենց շահերին։ Բայց նաև Զարոբյանի արարքը դարձավ օրինակ այն մասին, թե ինչպես անհատները կարող են դիմադրել անարդար համակարգերին, պահպանելով իրենց սկզբունքները։ Հայ ժողովուրդը հիշում է Զարոբյանին որպես մարդ, ով փորձեց ծառայել իր ժողովրդին բարդ ժամանակներում։ Նա չկարողացավ կատարել բոլոր խոստումները, որոնք տրվել էին նրան, բայց նա ցույց տվեց, որ հնարավոր է պահպանել արժանապատվությունը, նույնիսկ անհաջողության դեպքում։ Եվ այս արժանապատվությունը մնում է նրա ամենամեծ ժառանգությունը։ Երբ մենք այսօր գնում ենք Ծիծեռնաբերդ, մենք տեսնում ենք հուշարձանը, որը Զարոբյանը սկսել էր։ Մենք տեսնում ենք հավերժական կրակը, որը հիշեցնում է զոհերին։ Եվ մենք հիշում ենք, որ այդ հուշարձանը տեղի ունեցավ, որովհետև մի մարդ համարձակություն ունեցավ կանգնել եւ պաշտպանել իր ժողովրդի իրավունքները։ Զարոբյանի պատմությունը մեզ սովորեցնում է, որ քաղաքականության մեջ կան պահեր, երբ անհատները պետք է ընտրեն իրենց սկզբունքների եւ իրենց կարիերայի միջև։ Եվ երբ նրանք ընտրում են սկզբունքները, նույնիսկ եթե դա բերում է անկման, նրանք դառնում են հերոսներ պատմության մեջ։ Վերջապես մենք պետք է հարց տանք. ինչ են խոստումները, որոնք տրվում են քաղաքականության մեջ։ Զարոբյանի դեպքը ցույց է տալիս, որ խոստումները միշտ չեն լինում պարտավորություններ։ Նրանք կարող են լինել մանիպուլյացիայի գործիքներ, որոնք օգտագործվում են մարդկանց վարքագիծը ձևավորելու համար։ Բայց երբ իշխանությունը տեսնում է, որ այդ խոստումները չհարմարում են իր շահերին, նա կարող է պարզապես անտեսել դրանք։ Սա վերաբերում է ոչ միայն Զարոբյանի դեպքին, այլ նաև բազմաթիվ այլ դեպքերի պատմության մեջ։ Երբ մենք ուսումնասիրում ենք քաղաքականության պատմությունը, մենք տեսնում ենք նմանատիպ օրինակներ, երբ առաջնորդներին խոստումներ են տրվում, բայց հետո այդ խոստումները չեն կատարվում։ Զարոբյանի պատմությունը սակայն առանձնահատուկ է, որովհետև նա չդարձավ դավաճան։ Նա չօգտագործեց բռնություն իր ժողովրդի դեմ։ Նա չփորձեց պատեր կառուցել Մոսկվայի պահանջների եւ իր ժողովրդի ցանկությունների միջև։ Նա փորձեց գտնել հավասարակշռություն, եւ երբ դա անհնար դարձավ, նա ընտրեց իր ժողովուրդը։ Այս ընտրությունը դարձավ նրա ամենամեծ արարքը։ Եվ թեև նա կորցրեց իր պաշտոնը, նա շահեց իր ժողովրդի վրդի սերը եւ հարգանքը։
Հետագա տասնամյակներում, երբ հայ մարդիկ քննարկում էին իրենց պատմությունը, նրանք միշտ հիշում էին Զարոբյանին որպես մարդ, ով փորձեց անել ճիշտ բանը։ Մենք այսօր ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ քաղաքական խոստումները դեռևս մնում են կարևոր թեմա։ Ամեն օր մենք տեսնում ենք ղեկավարներ, ովքեր խոստումներ են տալիս իրենց ժողովրդին, բայց հաճախ այդ խոստումները չեն կատարվում։ Զարոբյանի պատմությունը մեզ հիշեցնում է, որ մենք պետք է զգույշ լինենք այդ խոստումների հանդեպ և մշտապես պահանջենք պատասխանատվություն մեր ղեկավարներից։ Բայց այս պատմությունը նաև ցույց է տալիս, որ կան ղեկավարներ, ովքեր իրոք փորձում են ծառայել իրենց ժողովրդին։ Զարոբյանը չէր կատարյալ, բայց նա փորձեց անել այն, ինչ կարողացավ իր ժամանակաշրջանում։ Եվ նրա փորձը մնում է օրինակ այն մասին, թե ինչպես ղեկավարները պետք է վարվեն, նույնիսկ երբ հանգամանքները դժվար են։ Զարոբյանի ժառանգությունը շարունակում է ապրել հայ ժողովրդի մեջ։ Յուրաքանչյուր տարի, երբ մարդիկ հավաքվում են Ծիծեռնակաբերդում, նրանք հիշում են ոչ միայն ցեղասպանության զոհերին, այլ նաև Զարոբյանին։ Նրանք հիշում են նրա արարքը, նրա սկզբունքները և նրա անկումը։ Եվ նրանք հասկանում են, որ նրա պատմությունը մեզ սովորեցնում է կարևոր դասեր քաղաքականության և ինքնության մասին։ Երբ մենք ավարտում ենք այս պատմությունը, մենք պետք է հիշենք, որ պատմությունը երբեք չի ավարտվում։ Զարոբյանի պատմությունը շարունակում է ազդել մեզ վրա այսօր։ Նրա փորձը, նրա սկզբունքները և նրա ընտրությունները մնում են օրինակ այն մասին, թե ինչպես անհատները կարող են դիմադրել անարդար համակարգերին։ Եվ երբ մենք նայում ենք ապագային, մենք պետք է հիշենք Զարոբյանի դասերը։ Մենք պետք է զգույշ լինենք քաղաքական խոստումների հանդեպ, բայց նաև պետք է հավատանք, որ փոփոխությունը հնարավոր է։ Մենք պետք է պահպանենք մեր սկզբունքները, նույնիսկ երբ դա դժվար է։ Եվ մենք պետք է հիշենք, որ ժողովրդական շարժումները ունեն ուժ փոխելու համակարգերը։ Զարոբյանի պատմությունը հիշեցնում է մեզ, որ քաղաքականության մեջ կան պահեր, երբ մենք պետք է ընտրենք մեր սկզբունքների և մեր շահերի միջև։ Եվ երբ մենք ընտրում ենք մեր սկզբունքները, մենք կարող ենք կորցնել կարճաժամկետ առումով, բայց շահել երկարաժամկետ առումով։ Զարոբյանը կորցրեց իր պաշտոնը, բայց շահեց իր ժողովրդի սերը և պատմության մեջ իր տեղը։ Վերջապես մենք պետք է հիշենք, որ խոստումները, որոնք չեն կատարվում, կարող են ունենալ երկարաժամկետ հետևանքներ։ Զարոբյանին տրված խոստումները չկատարվեցին, և սա բերեց նրան, որ հայ ժողովուրդը շարունակեց ապրել անարդարության զգացումով, մինչև խորհրդային համակարգի փլուզումը։ Սա ցույց է տալիս, որ քաղաքական խոստումները պետք է լինեն լուրջ և պատասխանատու։ Զարոբյանի պատմությունը մեզ սովորեցնում է, որ անկախ նրանից, թե որքան դժվար են հանգամանքները, մենք միշտ կարող ենք ընտրել ճիշտ ճանապարհը։ Եվ երբ մենք ընտրում ենք այդ ճանապարհը, մենք դառնում ենք օրինակ մյուսների համար։ Զարոբյանը դարձավ այդ օրինակը հայ ժողովրդի համար, և նրա ժառանգությունը շարունակում է ոգեշնչել մեզ այսօր։ Այս պատմության վերջում մենք կանգնում ենք Ծիծեռնակաբերդի բլրի վրա, նայում ենք հավերժական կրակին և հիշում ենք բոլոր նրանց, ովքեր կորցվել են, և նաև նրանց, ովքեր փորձել են պաշտպանել իրենց հիշողությունը։ Զարոբյանը էր մի այդ մարդկանցից, և նրա պատմությունը մնում է մեզ համար որպես հիշեցում այն մասին, թե ինչպես անհատները կարող են դիմադրել անարդարությանը, պահպանել իրենց արժանապատվությունը և ոգեշնչել հետագա սերունդներին։ Այսպիսով, մենք ավարտում ենք այս պատմությունը, բայց նրա դասերը շարունակում են ապրել մեր սրտերում և մեր հիշողության մեջ։ Զարոբյանի խոստումները չկատարվեցին, բայց նրա արարքը մնում է հավերժ, որպես ցուցիչ այն մասին, թե ինչպես քաղաքական հաճախություններում կարելի է պահպանել մարդկային արժեքները։